Կալիֆորնիայում շուրջ 11 միլիոն մարդ հայտնվել է հեղեղումների վտանգի տակ, քանի որ հզոր փոթորիկների շարքը հորդառատ անձրևներ ու առատ ձյուն է բերել նահանգ։ Առաջիկա օրերին ափամերձ շրջաներում սպասվում են մինչև 4 դյույմ տեղումներ, իսկ լեռնային գոտիներում մինչև 7 դյույմ։ Լոս Անջելեսի Փելիսեյդ, Սանսեթ եւ Հերսթ տարածքներում արդեն տարհանման հրաման է տրվել։ Մեծ է սողանքների եւ հեղեղումների վտանգը։ Սիերա Նևադա լեռներում սպասվում է 5-ից 8 ֆուտ ձյուն։ Սան Ֆրանցիսկոյի փրկարարները նույնպես զգուշացրել են ցածրադիր վայրերի հնարավոր հեղեղումների մասին։ Ակնկալվում է, որ չորեքշաբթի օրը փոթորիկը կշարժվի դեպի արևելք, ձյուն բերելով նաև Քոլորադոյի ժայռոտ լեռներին։ Այս թեման մեր ուշադրության կենտրոնում կմնա նաև առաջիկայում, մինչև այդ համառոտ այն մասին, թե ինչ ենք պատմելու այսօրվա թողարկման ընթացքում։ Ընտանեկան դրաման խաղը վերածեց սպանդի հրաձգություն հոկեյի խաղի ժամանակ։ Լոս Անջելեսի փողոցները գետերի են վերածվել սերֆինգ ասֆալտի վրա, ոմանց համար փոթորիկը դարձել է զվարճանալու առիթ։ Շատդաունը շարունակվում է, ով կհաղթի ներգաղթյալների ու բյուջեի պատերազմում։ Այսին նոր ռեկորդները ներգաղթային դատարաններում հերթին սպասող գործերի թիվը հասել է 3.7 միլիոնի։ Ոստիկան թե ներգաղթի գործակալ, ինչպես է Թրամփը իր կողմը գրավում տեղական ոստիկաններին։ Ամենավարակիչ հիվանդություններից մեկը ակտիվանում է Ամերիկայում, ինչպես պաշտպանվել։ Մադուրոն բանտում, Վենեսուելայի պաշարների օգտագործումը օրակարգում։ Ամերիկյան զորքերը Նիգերիայում են Թրամփի օրհնությամբ, ինչ խնդիր պետք է լուծեն։ Հարաբերությունները ջերմացել են, բայց ոչ հին ընկերների հետ, Ռուբիոյի ակնարկները Եվրոպայում։ Գրքերը գրավում են մեծ էկրանները, Հոլիվուդի նոր թրենդը, թղթի կտորը, ադամանդից թանկ, ինչպես է խաղաքարտը դարձել 16 միլիոն դոլարանոց ռեկորդ։ Թողարկման երկրորդ մասում պատմելու ենք ԱՄՆ-ում ամենաշատ այցելվող զբոսաշրջավայրերի մասին, վայրեր, որոնք այցելուների պակաս չեն ունենում տարվա ողջ ընթացքում, վայրեր, որոնք այցելելը վաղուց արդեն դարձել է ամերիկյան մշակույթի մաս։ Հազարավոր նման զբոսաշրջային վայրերից Մանու Հարությունյանը ընտրել է լավագույնները։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Լենա Կարապետյանն եմ և այսօր միասին կբացահայտենք Միացյալ Նահանգներում տեղի ունեցող այն իրադարձությունները, որոնց մասին այս պահին խոսում է ամբողջ երկիրը։ Ձեր աջակցությունը մեզ համար կարևոր է, գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք հետևում մեզ, միացեք քննարկմանը և լայքով աջակցեք մեր աշխատանքին, իսկ ես անցնեմ այսօրվա թեմաներին։ Ռոդ Այլանդի Փոթաքեթ քաղաքում դպրոցական հոկեյի խաղն ավարտվել է արյունալի միջադեպով։ Անհայտ զինված անձը կրակ է բացել ներկաների վրա, ինչի հետևանքով 2 անձ զոհվել է, ևս 3-ը վիրավորվել։ Ոստիկանության մեկնաբանությամբ միջադեպի պատճառը կարող է լինել ընտանեկան վեճը։ Միջադեպն ամբողջությամբ տեսագրվել է ուղիղ հեռարձակման միջոցով, որտեղ պարզ լսվում են շուրջ 1 տասնյակ կրակոցներ, մինչև տրիբունաներում գտնվող մարդիկ խուճապահար փախչում են դեպի ելքերը, պատանի հոկեյիստները փորձում էին պատսպարվել սառույցի վրա։ Հարձակվողը հետագայում հայտնաբերվել է մահացած ինքնասպանության հետքերով։ Ոստիկանությունը դեռևս շարունակում է քննությունը։ Մրցող թիմերը տեղեկացրել են, որ իրենց անձնակազմից որևէ մեկը չի տուժել։ Էլի մի քանի մանրամասներ Լոս Անջելեսին հարվածած փոթորիկի մասին։ Հորդառատ անձրևները կաթվածահար են արել շրջանը։ Բրբենքում, Լոնգ Բիչում, Հոլիվուդում, Հյուսիսային Հոլիվուդում և Սոթհելում իրավիճակը ծայրահեղ է։ Սոթհելում հրշեջները ստիպված են եղել փրկել առնվազն 1 քաղաքացու, ում մեքենան մնացել էր բարձրացող ջրերի մեջ։ Բացի անձրևից, հարավային Կալիֆորնիայում սպասվում են ուժգին քամիներ, որոնց արագությունը կարող է գերազանցել ժամում 60 մղոն։ Թեև արևոտ եղանակը կվերադառնա հանգստյան օրերին, երկարաժամկետ կանխատեսումները հուշում են նոր փոթորիկների հնարավորության մասին։ Բնակիչներին խորհուրդ է տրվում գրանցվել ծանուցումների համակարգում անվտանգության կանոններին տեղեկանալու համար։ Մինչ վարորդները տառապում էին անվերջանալի խցանումներից, Լոնգ Բիչի բնակիչներից մեկը որոշել է զվարճանալ։ Նա սերֆինգով է զբաղվել անմիջապես հեղեղված փողոցներում։
Հակառակ լուրջ վտանգին որոշ տեղացիներ փորձում են դրականը տեսնել նույնիսկ նման ծանր պայմաններում։ Սակայն փրկարարները մնում են մտահոգված, անձրևը ուժգին քամին եւ ձյունը շարունակում են իրենց ազդեցությունը թողնել տարածաշրջանի վրա, ստեղծելով տրանսպորտային դժվարություններ։ Դժվարություններ ունի նաև Թրամփի վարչակազմը։ ԱՄՆ կառավարության մի մասը հայտնվել է շաթդաունի ռեժիմում ազգային անվտանգության դեպարտամենտի շուրջ վեճերի պատճառով։ Դեմոկրատները պահանջում են վերահսկել ներգաղթի գործակալներին։ Այժմ տրանսպորտի անվտանգության վարչության եւ առափնյա պահպանության աշխատակիցներն աշխատում են առանց վարձատրության։ Հիմնական բախումը դիմակների շուրջ է։ Սպիտակ տունը հրաժարվում է հանել գործակալների դիմակները գործողությունների ժամանակ։ Միաժամանակ այսի գործողությունները չեն դադարում։ Թրամփի 2025 թվականի օրենքը միլիարդներ է տվել արտաքսումների համար, արդեն տուն է ուղարկվել 675,000 միգրանտ։ Կոնգրեսը մինչև փետրվարի 23-ը արձակուրդում է, ուստի փոխզիջումը մոտ չէ։ Մինչև հանրապետականները մտահոգված են գործակալների անվտանգությամբ, դեմոկրատները պնդում են գործակալների համազգեստներին տեսախցիկների անհրաժեշտությունը։ Վեճը շարունակվում է, Թրամփի օրոք հերթական շաթդաունը ևս։ ԱՄՆ ներգաղթային համակարգում գործերի կուտակումն արդեն հասել է ռեկորդային աստիճանի։ Ներգաղթային դատարանների վարույթում առկա անաբարտ գործերի թիվը գերազանցում է 3.7 միլիոնը, իրավիճակը լարված է Թեքսաս եւ Կալիֆոռնիա նահանգներում։ Չեղարկվել են ժամանակավոր պաշտպանված կարգավիճակ, TPS եւ մարդասիրական պայմանական վաղաժամկետ, ազատում HP ունեցող ավելի քան 1.5 միլիոն մարդու պաշտպանական միջոցները։ Այս խիստ քաղաքականությունը արդեն իսկ հանգեցրել է ժողովրդագրական լուրջ ճգնաժամի, որը սպառնում է Ամերիկայի տնտեսական հաջողությանը։ Եթե ներգաղթը դադարի, ԱՄՆ բնակչությունը կսկսի կրճատվել արդեն 2030 թվականից։ Անցյալ տարի չեղարկվել է ավելի քան 100,000 ուսանողական եւ աշխատանքային վիզա։ Թեքսաս նահանգում 6400 առևտրային վարորդական իրավունք ունեցող ներգաղթյալներ զրկվել են աշխատելու հնարավորությունից։ Իրավիճակը Մինեսոտա եւ Թեքսաս նահանգներում մնում է պայթյունավտանգ, այստեղ իրականացվում է փախստականների վերաստուգման գործողությունը։ Այսի կալանավայրերում պահվողների թիվը հասել է ռեկորդային 73,000-ի։ Նույնիսկ ծառայության մեջ գտնվող զինվորականների ընտանիքները ապահովագրված չեն այսի գործողություններից։ Դաշնային դատավոր Թանա Լինը հրամայել է անհապաղ ազատ արձակել ֆիլիպինցի Գրեգի Սորիոյին Վաշինգտոնի IC մեկուսարանից։ Դատավորն իր որոշման մեջ մանրամասն նկարագրել է բժշկական սպասարկման մեջ առկա անհաջողությունների շղթան, ըստ դատավորի հենց այդ գործողություններն են Սորիոյի մշտական հաշմանդամության պատճառը, որը կարելի էր կանխել ժամանակին միջամտելու դեպքում։ Սորիոյի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր կալանավայրում 2025-ի հուլիսից, նույնիսկ հիվանդանոցի նշանակված հակաբիոտիկները կենտրոնի աշխատակիցները չեն տրամադրել նրան։ Երբ հոկտեմբերին նրան վերջապես հոսպիտալացրին, պարզվեց, որ առկա է ոսկրային վարակ, ինչը հանգեցրեց ոտքերի 2 մասնակի անդամահատմանը։ Դատարանը վճռել է, որ հյուսիսարևմտյան IC կենտրոնում ցուցաբերված վերաբերմունքը խախտել է ԱՄՆ սահմանադրությունը։ Թրամփի երկրորդ ժամկետի առաջին տարում տեղական ոստիկանության եւ IC համագործակցության համաձայնագրերը աճել են ապշեցուցիչ 950%-ով։ Այժմ 1168 գործակալություն միացել է դաշնային ծրագրին, իրականացնելով ներգաղթային ձերբակալություններ։ Այս աճի գլխավոր շարժիչ ուժը Թրամփի մեծ գեղեցիկ օրինագծով հատկացված հսկայական ֆինանսական միջոցներն են։ Ոստիկանական բաժանմունքները կարող են ստանալ մինչև $2 միլիարդ սարքավորումների, նոր մեքենաների եւ հավելավճարների համար։ Ամենաշատ համաձայնագրերն ունեն Ֆլորիդան ու Թեքսասը 296 գործակալությամբ։ Ծրագրին միացել են նաեւ Փենսիլվանիան, Թենեսին եւ Ալաբաման, նպատակ ունենալով արդիականացնել իրենց տեխնիկական պարկը։ Սակայն ոչ բոլորն են ողջունում օպերատիվ խմբերի վերադարձը, որոնք լիազորված են մարդկանց կանգնեցնել կասկածի հիման վրա։ Հանրային վստահությունը Թրամփի օրակարգին նվազում է Լոս Անջելեսում եւ այլ քաղաքներում գործողությունների ակտիվացումից հետո։ Հարցվածների 60%-ը դեմ է այս խիստ միջոցներին, հատկապես ամերիկացի քաղաքացիների սպանության հետ կապված վերջին դեպքերից հետո։
2026 թվականի սկզբին ԱՄՆ-ում կարմրուկի բռնկումները արդեն ընդգրկել են նահանգների գրեթե կեսը, արձանագրելով 910 հաստատված դեպք։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները տագնապ են հնչեցնում, քանի որ երկիրը կարող է կորցնել վիրուսի վերացման կարգավիճակը։ Վարակը տարածվել է 24 նահանգում, այդ թվում Կալիֆորնիա, Կոլորադո եւ Փենսիլվանիա։ Հիվանդությունն այնքան վարակիչ է, որ չպատվաստված 10 մարդուց 9 վարակվում են շփման դեպքում։ Օդում վիրուսը պահպանվում է մինչև 2 ժամ, ինչը դարձնում է այն չափազանց վտանգավոր հանրային վայրերում։ Վիրուսը կարող է առաջացնել ծանր թոքաբորբ, ինչը ռիսկային է հատկապես փոքր երեխաների համար։ Մասնագետները պնդում են, որ լավագույն պաշտպանությունը կարմրուկի, խոզուկի եւ կարմրախտի պատվաստանյութի դեղաչափն է։ Թեև ոմանք կասկածի տակ են դնում պատվաստանյութերի արդյունավետությունը, բժշկական հանրությունը հորդորում է հետևել ապացուցված մեթոդներին, խուսափելու նոր համաճարակային ալիքներից, որոնց հավանականությունը արդեն իսկ երևում է։ Թրամփը հանգիստ է արձագանքել Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսի աղմկահարույց հայտարարությանը, թե Մադուրոն շարունակում է մնալ երկրի օրինական առաջնորդը։ Հունվարին ամերիկյան հատուկ ջոկատայինների գործողության հետևանքով գերեվարված Մադուրոյի հասցեին հնչած այս խոսքերը Թրամփը որակել է որպես զուտ քաղաքական անհրաժեշտություն։ Կարծում եմ, նա հավանաբար պարտավոր է դա ասել, քաղաքական առումով դա թերևս անհրաժեշտություն է, նշել է Թրամփը նախագահական օդանավում լրագրողների հետ զրույցում։ Նախագահը հավելել է, որ Ռոդրիգեսը շատ լավ աշխատանք է կատարում եւ ինքը լիովին ըմբռնումով է մոտենում նրա հայտարարությանը։ Մինչ Մադուրոն կալանքի տակ է, Թրամփը բարձր է գնահատում Ռոդրիգեսի առաջնորդությունը եւ նրա հետ քննարկում Վենեսուելայի նավթային պաշարների օգտագործման հեռանկարները։ ԱՄՆ էներգետիկայի նախարարն արդեն իսկ այցելել է Կարակաս։ Առաջիկայում հնարավոր է նաև հենց Թրամփի այցը Վենեսուելա։ Շուրջ 100 ամերիկացի զինվորական եւ մասնագիտացված սպառազինություն են ժամանել Նիգերիա տեղի բանակին աջակցելու նպատակով։ Այս քայլը հաջորդեց Արևմտյան Աֆրիկայի այս երկրի պաշտոնական խնդրանքին ուղղված ԱՄՆ իշխանություններին։ Ծրագիրը ներառում է զորքերի վերապատրաստում, տեխնիկական աջակցություն եւ հետախուզական տվյալների փոխանակում ուղղված իսլամիստ ծայրահեղականների եւ տարբեր զինված խմբավորումների դեմ պայքարին։ Այս ռազմական համագործակցությունը նշանավորվում է լարվածության զգալի թուլացում, որն առաջացել էր այն բանից հետո, երբ Թրամփը քննադատել էր Նիգերիային քրիստոնյաներին ցեղասպանությունից չպաշտպանելու համար։ Նիգերիան հերքել էր այդ մեղադրանքները, այժմ կողմերը գտել են համագործակցության եզրեր։ Նիգերիայի պաշտոնական աղբյուրները պարզաբանել են, որ ամերիկյան զորքերը չեն մասնակցի մարտական գործողություններին։ Հրամանատարական ողջ իշխանությունը եւ պատասխանատվությունը մնում է բացառապես նիգերիական ուժերի ձեռքում։ Ամերիկյան փոքր թիմը կենտրոնանալու է հետախուզական աջակցության վրա, օգնելով տեղական զորքերին առավել արդյունավետ դիմակայել ահաբեկչական խմբավորումներին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է երկկողմ հարաբերությունների ոսկե դարի մասին, սակայն ոչ թե Գերմանիայի կամ Ֆրանսիայի, այլ Հունգարիայի հետ։ Մյունխենի անվտանգության համաժողովում ջերմ ելույթից հետո նա ուղևորվեց Բրատիսլավա եւ Բուդապեշտ հանդիպելու Թրամփի գաղափարական առաջնորդների հետ։ Սա հստակ ազդանշան է, թե Վաշինգտոնը ում է համարում իր իրական դաշնակիցը Եվրոպական միությունում։ Պետքարտուղարը հանդիպել է Սլովակիայի վարչապետի եւ Հունգարիայի առաջնորդի հետ, ովքեր դեմ են Ուկրաինային աջակցելուն։ Մինչև ՆԱՏՕ-ի անդամ Դանիան անհանգստացած է Գրենլանդիայի հարցով, Ռուբիոն շեշտում է, որ ԱՄՆ-ն պատրաստ է գործել միայնակ։ Ռուբիոյի քայլերը ոչ թե չեզոք դիվանագիտություն են, այլ քաղաքական աջակցություն այն կառավարություններին, որոնք կիսում են Թրամփի վարչակազմի արժեքները։ Պետքարտուղարի քայլերն այդպես են գնահատում մի շարք վերլուծաբաններ, նրանց խոսքով Ամերիկան այժմ նախընտրում է աշխատել Բրյուսելի հետ հակասություններ ունեցող եւ Մոսկվային մոտ կանգնած գործիչների հետ։ Վերադառնանք Կալիֆորնիա։ Կալիֆորնիացի հայտնի սերֆեր եւ գործարար Քուրտ Վան Դայքը անցած հանգստյան օրերին սպանվել է Քոստա Ռիկայի իր տանը։ Ըստ տեղական լրատվամիջոցների երկու զինված տղամարդ ներխուժել են նրա բնակարան, որտեղ Վան Դայքը ապրում էր իր 31-ամյա ընկերուհու հետ։ Վերջինս փրկվել է։ Վան Դայքը 1983 թվականից հաճախ էր լինում Լիմոնիի նահանգում եւ հայտնի էր որպես սալսա բրավա ալիքների արքա։ Նրա ընտանիքի անդամները առաջիններից մեկն են եղել, որ հյուսիսային Կալիֆորնիայում զբաղվել են սերֆինգով։
Սան Ֆրանցիսկոյում 80-ամյա Մերի Ֆոնգ Լաունը, որը մեղադրվում էր 2024 թվականին 4 հոգանոց ընտանիքի կյանքը խլած սարսափելի վթարի մեջ, հավանաբար կխուսափի բանտային կալանքից։ Տարեցկինը իր մեքենայով մխրճվել էր կանգառում սպասող մարդկանց մեջ։ Դատավորը նշում է, որ կնոջ տարիքը հաշվի առնելով նրան բանտ ուղարկելն անիմաստ է։ Նա նախատեսում է նշանակել 3 տարվա փորձաշրջան, որի ընթացքում տարեց կնոջը կտրականապես կարգելվի մեքենա վարել։ Դատավարության ներկա հարազատները չեն թաքցրել իրենց հիասթափությունը։ Դատախազի օգնականը նույնպես պաշտոնապես առարկել է այս չափազանց մեղմ մոտեցմանը։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ամեն օր հրապարակում ենք վերջին թարմնորությունները։ Տարիներ շարունակ սուպերհերոսների եւ կրկնվող սյուժեների վրա կենտրոնանալուց հետո Հոլիվուդը նորից սիրահարվել է ռոմանտիկ ժանրին։ Մոլեգին հողմերը ֆիլմը վերջերս գլխավորեց համաշխարհային վարձույթը։ Netflix-ի եւ այլ հարթակների հաջողությունները փաստում են, որ սիրավեպերը կրկին տիրում են էկրաններին։ Այս վերելքի հիմնական շարժիչ ուժը BookTok առցանց համայնքն է, որտեղ միլիոնավոր ընթերցողներ թրենդային են դարձնում սիրված գրքերը։ Քոլին Հուվերի «Ամեն ինչ ավարտվում է մեզնով» ֆիլմը վաստակեց ապշեցուցիչ $351 միլիոն։ Գրքերի հեղինակները այժմ դարձել են կինոստուդիաների ամենացանկալի ու թանկարժեք գործընկերները, ստանալով վեցանիշ թվերով պայմանագրեր։ Associated Press գործակալությունը հայտնում է, որ Լոգան Փոլը սահմանել է համաշխարհային ռեկորդ վաճառելով իր հազվագյուտ Pikachu Illustrator քարտը ապշեցուցիչ $16.5 միլիոն։ Գինեսի ներկայացուցիչը հաստատել է, որ սա ճուրդով վաճառված ամենաթանկ խաղաքարտն է պատմության մեջ։ Փոլը այս նմուշը գնել էր 2021-ին, այն ստեղծվել է 1998 թվականին եւ ունի որակի առավելագույն 10 միավոր։ Գնորդը Սպիտակ տան նախկին պաշտոնյայի որդին է։ Գործարքն ուղիղ հեռարձակվել է YouTube-ով, դառնալով ԱՄՆ պատմության համար ամենաթանկարժեք վաճառքն իր տեսակի մեջ։ Դերասան Ռոբերտ Դյուվալը 95 տարեկանում կյանքից հեռացել է Վիրջինիայի իր տանը։ Նա անմահացել էր կնքահայրը ֆիլմաշարում արմնավորելով անփոխարինելի խորհրդականին։ Ռեժիսորը նրան անվանել է իր ստեղծագործական ուղու կարևորագույն մասը։ Դերասան Ալ Պաչինոն նշել էր, որ պատիվ էր նրա հետ աշխատելը։ Համաշխարհային աստղերը հավաքվել են սգալու լեգենդար գործընկերոջ կորուստը։ Նրանց թվում են Ռոբերտ Դե Նիրոն, Վիոլա Դեվիսը, Ռոբերտ Պատրիկը։ Նրանք Ռոբերտ Դյուվալին բնութագրում են որպես դարի լավագույն դերասաններից մեկը։ Լրահոսից այսքանն էինք առանձնացրել այսօրվա համար, թողարկումը շարունակելու է իմ գործընկեր Մանու Հարությունյանը։ Եթե ձեզ հետաքրքիր է, թե Ամերիկայում որ հուշարձաններն են տարեկան միլիոնավոր այցելուներ ունենում, որտեղ պետք է լինել Ամերիկան ու ամերիկացիներին ամենալավը ճանաչելու համար, բաց չթողնեք առաջիկա մի քանի րոպեները։ Բարև ձեզ։ ԱՄՆ-ում կան զբոսաշրջավայրեր, որոնք տարվա կտրվածքով Հայաստանի բնակչության թվից եռակի քառակի անգամ շատ այցելու են ունենում։ Այսօր դրանց մասին եմ պատմելու, քանի որ այդ վայրերն այցելելն օգնում է ավելի լավ ճանաչել Ամերիկան ու ամերիկացիներին։ Պատմական հուշարձանների առաջատար հնգյակում են Ազատության արձանը, Լինքոլնի հուշահամալիրը, սեպտեմբերի 11-ի հուշահամալիրը նվիրված 2001 թվականի ահաբեկչությունների զոհերի հիշատակին, Ռաշմոր լեռը ԱՄՆ նախագահների դիմաքանդակներով եւ անկախության սրահը, վայր, որտեղ ստորագրվել են ԱՄՆ անկախության հռչակագիրն ու սահմանադրությունը։ Ժամանցային վայրեր ամեն տարիքի եւ ամեն նախասիրության այցելուների համար, հատկապես այս առումով Ամերիկան անսահման հնարավորություններ է առաջարկում։ Magic Kingdom-ը, Disneyland-ը, Universal Orlando-ն, Epcot-ը, Disney-ի ապագայի եւ մշակույթների թեմատիկ այգին, Disney-ի հոլիվուդյան ստուդիան։ Այստեղ զվարճանքն անսահման է, հեքիաթից մինչև ատրակցիոններ եւ շոուներ։ Հաջորդիվ թանգարաններն են արվեստը, պատմությունը եւ գիտությունը գնահատողների համար, Մետրոպոլիտեն արվեստի թանգարան, արվեստի ազգային պատկերասրահ, բնագիտության ամերիկյան թանգարան, Սմիթսոնյան բնագիտության ազգային թանգարան։ Այստեղ ամեն ինչ կարող եք գտնել արվեստի գործերից մինչև դինոզավրերի մնացորդներ, խոսքը միլիոնավոր ցուցանմուշների մասին է, իսկ ժամանակակից լուծումները այցելուներին կարող են միանգամից վիրտուալ աշխարհ տեղափոխել։
Բնական հուշարձանների առաջատար հնգյակի կազմը տարիների հետ շատ չի փոխվում։ Great Smoky Mountain, Sion Grand Canyon, Yellowstone, Rocky Mountain։ Այս ազգային պարկերը առաջարկում են լեռներ, կիրճեր եւ գեյզերներ։ Զբոսաշրջիկները վայելում են բնությունը։ Սա ավելի շատ տարածված ու ինչ-որ տեղ նաև պաշտոնական վիճակագրություններ։ Չի բացառվում, որ ինքներդ բացահայտեք այնպիսի հետաքրքիր վայրեր, որոնց մասին շատերը տեղյակ չեն։ Իդեպ, եթե ունեք նման տարբերակներ, գրեք, առաջարկեք։ Վստահ եմ, շատերին կհետաքրքրի։ Սպասեք նոր հանդիպումներին, նոր ու հետաքրքիր փաստերով։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Մեզ հետ դուք կարող եք ոչ միայն լրատվությանը հետևել, այլև այդ լրատվության կառավարմանը մասնակցել ձեր մեկնաբանություններով, նամակներով, անգամ լայքերով, այնպես որ մի թերագնահատեք ձեր կարծիքի ուժը։ Կհանդիպենք վաղը ժամը 5-ին, հաջողություն։